Նախ ինչ է 2019 թվականի փաստաթուղթը։ Դա չի եղել որևէ նոր առաջարկ, նոր փաստաթուղթ։ Դա եղել է սեղմագիր իրավիճակի կամ ամփոփում իրավիճակի Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ։ Այսօր էլ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը մանրամասնեց, որ ինչպես է այդ թուղթը ընդհանրապես փոխանցվել։ Պաշտոնական չի եղել դա, Չէ, դա չասեց։ Ես մեջ բերեմ։ Ես կասեմ էլ ինչ ասեց։ Դա չի եղել, որպես չի ներկայացվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկ։ Հենց դա էլ ասում է։ Եվ մանրամասնեց ինչպես է ընդհանրապես այդ թուղթը փոխանցվել, որովհետև հենց ինքը Փաշինյանը ասել է լավ, այսքան փաստաթուղթ կա, մի հատ կարող եք ասել վերջին դրությամբ, որն է բանակցությունների սեղանին դրված թուղթը, վերջին իրավիճակը որն է, եւ դրվել է 19 թվականի հունիսին այդ թուղթը, որը ըստ էության նույն փաստաթուղթն է, ինչ 2016-ին է։ Այսինքն այնտեղ տարբերությունները մինիմալ են, մի քանի բառ կարող է տարբերվի։ Եվ հետեւաբար 2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր եւ արտահայտում էր Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին իր բանակցային ժառանգությունը, այսպես ասած։ Եվ այստեղից մի շատ կարեւոր տրամաբանական խզվածքի առաջանում ընդդիմադիրների ասացի մեջ։ Տեսեք։ Իրենք ասում են, որ 2019 թվականի առաջարկը հանճարեղ մի առաջարկ էր, որը լուծում էր բոլոր հարցերը եւ այդ դավաճաններ ինչի դակ չեք ընդունել։ Հիմա ես ասում եմ 2019 թվականի առաջարկը նույնն էր ինչ 2016-ին է։ 2016-ի օգոստոսին է։ Մեծամասամբ նույնն էր, այսինքն 99%-ով։ Եվ Սերժ Սարգսյանը 2016 թվականի օգոստոսին նամակ է ուղղել Ռուսաստանի Դաշնության նախագահին, որտեղ ինքը հիմնավորում է, թե ինչ վատն է սեղանին դրված փաստաթուղթը։ Այսինքն ինքը ինչ է ասում։ Ասում է, որ տվյալ տրամաբանությունը եւ ինքը դա անվանում է Լավրովի միտք։ Որ Լավրովի միտքը ենթադրում է մի իրավիճակ, երբ որ հայկական կողմը կգնա իրական զիջումների, իսկ Ադրբեջանը կտա աղոտ խոստումներ, երբ որ կստեղծվի իրավիճակ, երբ որ չի հստակեցվի, այսինքն Լեռնային Ղարաբաղի ոչ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ որևէ հստակեցում կլինի, ոչ վերջնական կարգավիճակի վերաբերյալ որևէ հստակեցում կլինի։ Եվ ինչ է ասում։ Ասում է Լավրովի միտքը կդառնա իրագործելի միայն այն դեպքում, եթե 8 թվարկում է։ Եթե հստակ ֆիքսվի, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի, այսինքն Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում անցկացվելիք հանրաքվեի կոնտեքստում բնակչություն նշանակում է 1988 թվականի դրությամբ նախկին լղիմ բնակչությունը նույն համամասնությամբ հայեր եւ ադրբեջանցիներ։ Սա չկար այդ բանում առաջարկում 2016-ի։ Այսինքն փաստում էր ինչ է դա ասում, եւ կարող է սա մեզ դիտողների համար դետալներ թվան, բայց նրանք ահռելի բաներ փոխող բաներ են, որովհետեւ 2016-ի եւ նույն 2019-ի փաստաթղթում ինչ է ասում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի համազգային հանրաքվեով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության կամքը։ Սա չի ամենևին չի նշանակում, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա միայն Լեռնային Ղարաբաղում, որովհետև հանգիստ ադրբեջանական կողմը սա մեկնաբանելու էր եւ մեկնաբանում էր, սա ակնհայտ է նաեւ Սերժ Սարգսյանի նամակից, որպես հանրաքվե, որը պետք է անցկացվի ամբողջ Ադրբեջանում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում։ Սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի նամակում սրա մասին գրում է։ Հաջորդը ասում է, անհրաժեշտ է, որպեսզի փաստաթղթում հստակ նշվի, որ հայկական ուժերի կողմից լքվող շրջանները մնալու են ապառակազմականացված։ Այսինքն Սերժ Սարգսյանը 2016 թվականի իր նամակով հերքել է այսօրվա հանրապետականների հակականների պնդումն առ այն, որ 5 շրջանները լինելու են ապառակազմականացված, որովհետև եթե լինելու են, եթե դա էր ենթադրում պլանը, ինչ որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին այդպիսի բան գրում։ Հաջորդը Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին գրում է, որ անհրաժեշտ է հստակ ֆիքսել, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները մնալու են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո։ Ինչու է նա սա ասում։ Նա կրկին սրանով 2016 թվականին արդեն իսկ հերքում է այսօրվա իրենց պնդումները, որ Քելբաջարը եւ Լաչինի շրջանը մնալու են հայկական ուժերի վերահսկողության ներքո, բայց ինչու է սա ասում, որովհետեւ եթե նայենք փաստաթուղթը, այնտեղից չի բխում, ուղիղ չի բխում, որ հայկական կողմի վերահսկողության տակ է մնալու։ Ասեմ ավելին, օրինակ 2018 թվականի հունվարի, այսինքն էլի Սերժ Սարգսյանի նախագահության դրությամբ Կրակովում փոխանցված փաստաթղթում, որը էլի շատ նման է 2016-ի փաստաթղթին, արդեն նշվում է նրա մասին, որ Քելբաջարի շրջանը մնալու է ԵԱՀԿ-ի անցումային մոնիտորինգի ներքո։ Ինչ նշանակում անցումային, երբ որ մի իրավիճակից անցում է կատարվում այլ իրավիճակի։ Բնականաբար իրավիճակը Քելբաջարի շրջանի հայկական ուժերի կողմից վերահսկողություններ, որը պետք է փոխակերպել այլ վիճակի։ Ասեմ ավելին, օրինակ նախորդ տարիների թղթերում, օրինակ նույն 2014-15 թվերի փաստաթղթերում, որոնք էլի հրապարակված են, օրինակ հստակ գրված է, որ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների մասով իր ստատուս քվոն պահպանվում է։ Դա արդեն չկա 2016 թվականի փաստաթղթում եւ դրան հաջորդածներում, այդ թվում 2019-ում։ Եվ ինչա սրանք իհարկե դետալներ են, բայց էությունը ասածից ո՞րն է։ 2016 թվականին լինում է փաստաթուղթ, որը Սերժ Սարգսյանը չի ընդունում, համենայն դեպս չի ասում այո։
Չեմ ասում է ոչ։ Չի ասում այո։ Իդեպ ինչ եմ ասես վստահաբար պնդում, որտեղ ինքը Սերժ Սարգսյանը 2021 թվականին տված իր հարցազրույցում ասել է 2011 թվականից հետո, այսինքն Կազանյան փաստաթղթից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որին մենք ասենք այո։ Մենք միշտ ասել ենք, մենք չենք ասել ոչ, բայց ասել ենք, քանի որ Կազանյանին մենք ասել ենք այո, Ադրբեջանը ասել է ոչ, գնացեք նախ Ադրբեջանի հետ ինչ որ տեսեք իրենք ընդունում են թե ոչ, հետո եկեք մեզ հարցրեք։ Հիմա իրանք 2016 թվականի փաստաթղթին չեն ասել այո, եւ նաեւ նամակ են ուղղել Ռուսաստանի Դաշնության նախագահին, հիմնավորելով թե ինչ վատն է այդ առաջարկը, թե ինչպես այն ենթադրում զիջումներ հայկական կողմից եւ աղոտ խոստումներ ադրբեջանական կողմից, թե ինչպես այն չի ներառում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հետ կապված որևէ որոշակիություն, թե ինչպես այն չի ներառում Քելբաջարի եւ Լաչինի վերահսկողության պահպանում Լեռնային Ղարաբաղի կողմից, թե ինչպես չի ապահովում երաշխավորված ապառազմականացում թողնվող 5 շրջանների եւ այսպես շարունակ։ Եվ կա 2019-ի փաստաթուղթ, որը նույն 2016-ի փաստաթուղթն է, այսինքն 2019-ի փաստաթուղթը սկսում է հետեւյալ բառերով. մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս, ասեմ ավելին 2019-ի փաստաթուղթը, էլի փաստաթուղթ չի, փաթեթ է, դրա մեջ 2019-ի այդ փաստաթուղթն է, որը նույն 2016-ին է, դրա մեջ է թվագրված 2016 ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև եւ այսպես շարունակ։ Այսինքն ակնհայտ է որ դա 2016-ի ամփոփագիրն է, այսպես ասած։ Եվ հիմա հետեւաբար իրանք 2016 թվականին տեսնում են փաստաթուղթ, հիմնավորում են իրանց տեսանկյունից դրա անընդունելիությունը ու չեն ընդունում դա։ Հետո մեզ ասում են այն դավաճանները 2019 թվականին ինչու չընդունեցիք այդ փաստաթուղթը։ Եվ իհարկե մեծ ավարտեմ, էլի միտքս։ Այսինքն այստեղից տրամաբանական հարց է հնչում։ Այս սիրելի անդիմադիրներ, հանրապետականներ այս դեպքում։ Եթե 2016-ի Եթե 2019-ի փաստաթուղթը հանճարեղ փաստաթուղթ է, դա նշանակում է 2016-ի փաստաթուղթն էլ էր հանճարեղ փաստաթուղթ, որտեղ դա նույն փաստաթուղթն է։ Ուրեմն ինչի՞ չեք ընդունել դա։ Եվ եթե դա հանճարեղ փաստաթուղթ չէր, ինչպես դուք գրել եք Ռուսաստանի Դաշնության նախագահին ձեր նամակում, ինչ եք մեզ մեղադրում դա չընդունելու մեջ։ Ասեմ, որովհետև դուք ունեիք բարձր լեգիտիմություն Դե դա արդեն եւ կարող եք գնայք զիջումների։ Շատ լավ։ Սերժ Սարգսյանը չուներ այդ լեգիտիմությունը, նա չէր կարող գնալ փոխզիջումների։ Դա շատ զվարճալի է, որովհետև Սերժ Սարգսյանը իր թիմը չէ, մեզ օրը մեջ իշխանազավթ անվանում։ Այդ հիմա։ Չէ, բայց իշխանազավթ գիտեք ինչ է նշանակում։ Նշանակում է, երբ որ մի ուժ չունի ժողովրդավարական աջակցություն, նույն ինքը լեգիտիմություն եւ զավթում է իշխանությունը։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը Թավշյա հեղափոխության վերաբերյալ հետեւյալն է, որ կար Սերժ Սարգսյան եւ իր աստվածատուր իշխանությունը եւ մենք եկանք եւ ժողովուրդը ենթադրաբար խլեցինք, զավթեցինք իրենից այդ իշխանությունը։ Հետո ինչ լեգիտիմություն է, փաստարկի, երբ որ պետքա լեգիտիմությանն են հղում անում, երբ որ պետք չի ոչ։ Եւ հաջորդը, ախր այստեղ լեգիտիմության մասին չի հարցը։ Կրկնում եմ, շատ բարձր տրամաբանություն է։ Կային սեղանին դրված 4 առաջարկներ։ Ընդ որում այստեղ ինչն է շատ կարեւոր։ Եվ որ իրենք խոսում են տարբեր փաստաթղթերի մասին, խոսում են այնպես կարծես ինչ որ փաստաթուղթեր, որը դրած էր սեղանին, Ադրբեջանը համաձայնվել էր, ընդհանրապես պետք էր հայկական կողմը ասել եւ դա տեղի էր ունենալու։ Մինչդեռ ինքն է Սերժ Սարգսյանն նախ 2021 թվականին ասել, որ 11 թվից հետո, երբ որ Հայաստանը ասեց այո Կազանյան փաստաթղթին, Ադրբեջանը ասեց ոչ։ Ասում է դրանից հետո մենք ոչ մի փաստաթղթի չենք ասել ոչ այո ոչ, ասել ենք գնացեք տեսեք Ադրբեջանը համաձայն է թե եթե չէ։ Եվ Ադրբեջանը համաձայն չի եղել ոչ 15 թվի փաստաթղթին, ոչ 14 թվի փաստաթղթին, ոչ 16 թվի իմ ասած փաստաթղթերին, եւ ոչ էլ 2019 թվի փաստաթղթին։ Այսինքն չի եղել փաստաթուղթ 2011-ից սկսած եւ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք եւ մեր իշխանության օրոք, նկատի ունեմ մինչեւ 44 օրյան, որին Ադրբեջանը ասել է այո եւ Հայաստանը ասել է ոչ։ Եվ հետեւաբար իրանց արածը մաքուր մանիպուլյացիա է։ Մաքուր։ Ինչ եք պատասխանել դուք այդ 10-ին։ Այսօր վարչապետ Փաշինյանը պատասխանեց ազգային ժողովում, որ նախ եթե իրենք նկատի ունեն պաշտոնական գրավոր պատասխան, այդպեսին չի եղել եւ այնպես չի, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերին գրավոր պատասխաններ են եղել, նկատի ունեմ իրենց նախագահության օրոքին, որտեղ իրենք օրինակ չեն հարցնում, չէ՞, ինչու՞ չեք հրապարակում, չգիտեմ, 15 թվականի փաստաթղթի պատասխանը եւ այլն։ Հաջորդը վարչապետ Փաշինյանը ասում է, որ ինքը զրույցներում ԵԱԿ Մինսկի համանախագահներին հարցրել է արդյոք այս տարբերակը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ հնչել է պատասխան, որ այո, եթե Ադրբեջանը դրան համաձայնվի։ Այսինքն տրամաբանորեն ոչ։ Բայց մենք չենք մերժել բանակցությունները, մենք չենք մերժել որևէ տարբերակ։ Մենք 2019 թվականին եղել ենք իրավիճակի գնահատման, իրավիճակի ծանոթացման փուլում։ Եվ հետեւաբար իրենց պնդումը, որ մենք մերժել ենք 2019 թվականի որևէ առաջարկ, պարզապես սուտ է։ ՀԱԿ-ը ասում է, որ այս փաստաթղթով Արցախը դե ֆակտո անկախ էր լինում։ Դե խափում է, սուտ են ասում։ Ինչով է դա հիմնավորվում։ Ոչ մի բանով չի հիմնավորվում։ Ես ձեզ ասում եմ, ախր այս իրենց բոլոր պնդումներին, ի՞նչն է աբսուրդ իրավիճակի։ Եվ հանրապետականների, եւ քոչարյանականների, եւ հակականների պնդումներին 2019-ի փաստաթղթի վերաբերյալ պատասխանել է Սերժ Սարգսյանը։ Նույնիսկ իրեն Սերժ Սարգսյանին պատասխանել է Սերժ Սարգսյանը 2016 թվականի Ռուսաստանի Դաշնության նախագահային ուղղված իր նամակով։ Այսինքն, եթե իրանք այսօր պնդում են, որ ըստ 2019-ի եւ 2016-ի պլանի, դա նույն պլանն է, այսինքն բոլորը կարող են բացել եւ տեսնել, դա նույն պլանն է փոքրիկ փոփոխություններով։ Եվ եթե իրենք ասում են, որ օրինակ մենք պահելու ենք վերահսկողությունը Քելբաջարի եւ Լաչինի շրջանների
այլ հայկական ուժերը պայելու են վերահսկողություն այդ շրջանների նկատմամբ, դրան պատասխանել է Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակում, որտեղ ասել է անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը համաձայնի, որ փաստաթղթում գրվի, որ Կելբաջարի եւ Լաչինի շրջանների վերահսկողությունը մնալու է Լեռնային Ղարաբաղում։ Եթե իրանք այսօր ասում են, որ 5 շրջանները լինելու են ապառազմականացված, դրան պատասխանել է Սերժ Սարգսյանը իր նամակով, որում գրել է, որ անհրաժեշտ է ֆիքսել, որ շրջանները մնալու են ապառազմականացված։ Եթե իրենք ասում են, որ ստեղծվելու է մեխանիզմ, որպեսզի հանրակրվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծվեր, դրան պատասխանել է Սերժ Սարգսյանը, պնդելով, որ կարևոր է, որպեսզի վերադառնա առաջարկ այն կետը, ըստ որի սահմանվում է, թե ինչ է նշանակում բնակչություն Լեռնային Ղարաբաղի իր համամասնությամբ։ Իմիջիայլոց հանրապետականները պնդում են, որ այդ նամակը հայնասիրության գագաթնակետն է։ Դե հետ եմ ասում, էլի աբսուրդ է։ Իրանք ընդ որում նայեք իրանք ինչ են ասում։ Ասում են, տեսեք Սերժ Սարգսյանը ինչ հայրենասեր էր, որ այդ նամակով ցույց էր տալիս մեր կարմիր գծերը եւ ցույց էր տալիս մեր կարմիր գծերը եւ ասում էր թե ինչա պետք։ Հիմա բայց դա թարգմանենք էլի, ինչա նշանակում։ Նշանակում է, որ իրանք ասում են, տեսեք ինչ վատ առաջարկ էր Սերժ Սարգսյանը նամակով պաշտպանում էր մեր կարմիր գծերը։ Եվ հետեւաբար, եթե դա այնպիսի առաջարկ էր, որի պատճառով Սերժ Սարգսյանը պիտի նամակ գրեր, աղիողորմ նամակ պիտի գրեր Վլադիմիր Պուտինին, ինչու են իրանք դա անվանում հանճարեղ պլան, որը մենք չենք ընդունել եւ որի պատճառով պատերազմ է։ Իսկ Պուտինի պատասխանը չկա թղթերի մեջ։ Չէ։ Կամ էլի, երբ որ Սերժ Սարգսյանը նույնինքը Սերժ Սարգսյանը էլի 21 թվին ասում է 11-ից, այնքան մենք ոչ մի առաջարկի չենք ասել այո։ Այդ ոնց է ստացվում, եթե իրանք ոչ մի առաջարկի չեն ասել այո, իրանք պատերազմի հրձիքներ չեն, եթե մենք այլ առաջարկի չենք ասել այո, ուրեմն մենք պատերազմի հրձիքներ ենք։ Ո՞րն է տրամաբանությունը։ Կամ 2016-ից մինչև 2018 անցել էր 2 տարի, այսինքն 2016 թվականի եւ 2018 թվականի մինչև կա 2 տարի։ 2019-ի եւ 2020-ի մինչև կա 1 տարի։ Ինչպես է ստացվում, որ իրանք 2 տարվա մեջ այդ նույն առաջարկը չեն ընդունել, մենք 1 տարվա մեջ այդ նույն առաջարկը չենք ընդունել, բայց մենք մեղավոր ենք, որ այդ առաջարկը չենք ընդունել, իսկ իրանք մեղավոր չեն, որ այդ առաջարկը չեն ընդունել։ Կամ ինչի իրանք այդ հանճարեղ առաջարկը չեն ընդունել, եթե դա հանճարեղ առաջարկ է։ Եվ ամենակարևորը, որը շատ չի շեշտվում։ Տեսեք, ըստ 2016-19-ի փաստաթղթի, ինչ էր ենթադրվում 4 հաշվով, որ լինելու էր Լեռնային Ղարաբաղ նախկին լղիմ սահմաններով, որի շուրջ տեղակայվելու էին խաղապահները, հայկական ուժերը դուրս էին գալու 5 շրջաններից եւ նաեւ Կելբաջարի եւ Լաչինի շրջաններից, որոնք մնալու են ԵԱԿ մոնիտորինգի տակ, եւ անորոշ ապագայի վրա թողնվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հանրակրվեն ֆիքսված չէր հանրակրվեի ժամանակը։ Ոչ ժամանակն էր ֆիքսված, ոչ տեղն էր ֆիքսված, ոչ ֆորմատն էր ֆիքսված, ոչ եւ բայց ֆիքսված էր, որ այն կարող է տեղի ունենալ միայն եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն դրա ժամկետի շուրջ։ Այսինքն եթե Ադրբեջանը չէր համաձայնում, հանրակրվե երբեք չէր տեղի ունենում։ Բայց նույնիսկ եթե համաձայնում էր, կրկնում եմ, ձևակերպումը հետեւյալն էր. համաժողովրդական ներողություն, համազգային հանրակրվե nationwide, որը կներառի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության կամ արտահայտում, այսինքն իրենք հանգիստ կարող էին ասել եւ Սերժ Սարգսյանն նամակում Վլադիմիր Պուտինին դա ասում է, որ իրենք հղում են անում իրենց ներքին օրենսդրությանը եւ հանգիստ ասել են այո մեր ներքին օրենսդրության նշանակում հանրակրվեն պետք է տեղի ունենա ամբողջ Ադրբեջանում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Բայց հետ գալով մտքիս էլի ինչ է ստացվում, որ մենք ունենալու ենք Լեռնային Ղարաբաղ, որի սահմաններով, այսինքն նախկին լղիմ սահմաններով տեղակայվելու են խաղապահները, հայկական ուժերը դուրս էին գալու 5 շրջաններից, որոնք փաստ չի որ ապառազմակայմացնելու էին, եւ նաեւ փաստ չի որ Կելբաջարի եւ Լաչինի շրջանները մնալու են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո, եովին հակառակը ֆիքսում էր, որ ԵԱԿ դիտորդների մոնիտորինգի ներքո էին մնալու այդ տարածքները, իհարկե բացառությամբ Լաչինի միջանցքի։ Այս ամեն ինչը ձեզ ինչ-որ բան չի հիշացնում։ Սա շատ նման է նրան, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ից հետո։ Այսինքն նոյեմբերի 9-ից հետո 7 շրջաններ անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո, բացառությամբ Լաչինի միջանցքի, նախկին լղիմ ադմինիստրատիվ սահմաններով կանգնեցին ռուս խաղապահները։ Եվ ինչ, դա խանգարեց, որպեսզի 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավի Ադրբեջանի կողմից եւ հայաթափվի։ Չխանգարեց։ Հետեւաբար իրենց այդ նույնիսկ եթե համարենք, որ իրենք ճիշտ են ասում են կար մի հանճարեղ պլան, որը պետք էր ընդունել։ Նույնիսկ եթե իրենք 2016-ին ընդունեին դա, կամ նույնիսկ եթե մենք 2019-ին համաձայնվեինք դրան, եւ նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով Ադրբեջանը համաձայնվեր դրան, ինչը ամենևին փաստ չէր։ Մենք տեսել ենք դրա էմպիրիկ փորձարկումը իրական աշխարհում։ Դա այն է, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ից հետո։ Իսկ Ադրբեջանը որովհետեւ 2020 նորից կրկին գալու էր 2023 թվականի սեպտեմբերը, եւ եթե ռազմավարական իրավիճակը նույնն էր լինելու, արդյունքն էր նույնը։ Իսկ Ադրբեջանի արձագանքը կա այդ փաստաթղթին։ Ես չեմ տեսել ճիշտ։ Հա, ներողություն, նկատի եք փաթեթում, չկա։ Շատ լավ, դուք Բայց ամենայն դեպս մենք գիտենք, որ Ադրբեջանը, մենք չգիտենք, որ մենք չունենք որևէ ինֆորմացիա կամ փաստաթուղթ, որից բխում է, որ Ադրբեջանը համաձայնել է 2019-ի դրոպ 2016-ի փաստաթղթին։ Պարոն Բիան, դուք անդադ ասում եք, որ Ղարաբաղի հարցը լուծվել էր 1996 թվականին։ Եվ այսօր ընդդիմադիրները ձեզ հարցնում են, եթե 96-ին է լուծվել, ինչու Ալիևը չէ վերցնում Ղարաբաղը։ Որովհետև Ալիևը տեսնում էր հետևյալը, նայեք։ 1999 թվականի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեի հարաբերակցությունը 1:1.1 էր։ Դա այն տարիները, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նախագահությունը։ 2008 թվականի դրությամբ այդ հարաբերակցությունը արդեն
մեկը 5.3-ի էր, այսինքն Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի քան 5 անգամ գերազանցում էր Հայաստանի ռազմական բյուջեն։ Իդեպ ես մի անգամ եմ հրապարակել այս թվերը, Քոչյանի գրասենյակի ղեկավարը ասել էր, որ ես սուտ եմ խոսում։ Դրանից հետո ես հրապարակել եմ աղբյուրը։ Կարող են բոլորը գտնել եւ տեսնել Civilnet-ն էլ իր հերթին հղում է տալիս այլ աղբյուրներին, որից ինքը օգտվել է։ Սերժ Սարգսյանի օրոք ինչ որ շրջան ել ավելի է մեծանում հարաբերակցությունը ի վնաս Հայաստանի, վերջում մի փոքր ավելի է փոքրանում, բայց շարունակում է լինել շատ մեծ եւ գալիս է 2018 թիվը։ Դրան զուգահեռ այդ համամասնությունը ոնց որ Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների մեծանում է օգուտ Ադրբեջանի, նաեւ մեծանում է Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքների բյուջեների հարաբերակցությունը Հայաստանի ժողովրդի միջին վիճակագրական բյուջեների հարաբերակցության հետ, այսինքն մի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեներն այսպես լինում, մյուս կողմից Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի ընտանիքների ընտանեկան բյուջեներն այսպես լինում Հայաստանի ժողովրդի ընտանեկան բյուջեների հետ համեմատած։ Եվ Ադրբեջանը տեսնում էր, որ ռազմական հավասարակշռությունը թեքվում է իր կողմը, բ տնտեսական հավասարակշռությունը թեքվում է իր կողմը, գ բանակցային փաստաթղթերը դրա հետ մեկտեղ դառնում են ավելի ու ավելի լավը իր համար, այսինքն ամեն անգամ որ Ադրբեջանը չի ընդունում որևէ բանակցային փաստաթուղթ, հաջորդ փաստաթուղթը դառնում է ավելի լավը իր համար։ Սա կարելի է տեսնել նաև հրապարակված փաստաթղթերից։ Երբ որ օրինակ ինչ որ մի կետում, ասենք 14 թվականին հստակ գրված է լինում, որ Քելբաջարի շրջանը նում ստատուս քվոն պահպանվում է, հետո մի քանի տարի հետո դա դառնում է օրինակ Քելբաջարի շրջանը մնում է ՀՀԿ անցումային դիտորդության ներքո։ Կամ երբ որ 11 թվականին գրված է որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը նշանակում է 88 թվականի նախկին լեռնային բնակչությունը իր համամասնությամբ, բայց օրինակ բան 2018 թվականին չէ, 2016 թվականին արդեն այդպիսի բան չկա, գրած է համազգային հանրակրվե, որը կներառի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության կամ արտահայտումը։ Եվ այսպես շարունակ։ Եվ իրենք սպասում են, երբ որ իրավիճակը կհասնի այն կետին, երբ որ իրենք արդեն խնդիրը կլուծեն ռազմական ճանապարհով։ Ինչն էլ արեցին։ Մի անսպասելի Եվ շատ անազնիվ է 2 տարի իշխանության եղած իշխանությանը երկուսից էլ քիչ։ Մեղադրել չլուծելու համար մի խնդիր, որ իրենք 3-ով, այդ իրենց անսուրբ երրորդությամբ չեն լուծել 30 տարի։ Պարոն, նա անսպասելի բան հարցնում ես։ Չէ՞ կարծում որ այս բանավեճը ժամանակավեր է։ Իհարկե ժամանակավեր։ Եղել է ինչ եղել է։ Բոլորն էլ գիտեն որ անմեղներ չկան այս հարցում։ Որևէ մեկը չի կարող ասել որ ինքը անմեղ չի։ Ինչի համար է այս բանավեճը։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ ոչ միայն ժամանակավեր է։ Որովհետեւ մենք այնպես խնդիրներ եւ մարտահրավերներ ունենք, որոնց շուրջ պետք է լուծումներ փնտրել, բանավիճել, քննարկել։ Ես համաձայն եմ եւ ասեմ ավելի, ոչ միայն այս բանավեճը ժամանակավեր է, այլ նաեւ ինքը ցավոտել է։ Ես պատկերացնում եմ մեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները, որ նայում են այս բանավեճը ինչ են զգում։ Այսինքն իրենք տեսնում են մարդիկ բանավիճում են, մեկը ասում է այս sense շատ ավելի լավ է լինելու այս հանճարեղ պլանը կար, մյուսը ասում է չէ, այս հանճարեղ պլանը կար եւ այսպես շարունակ, բայց միևնույն ժամանակ իրենք ապրում են ոչ իրենց տներում Հայաստանում։ Իհարկե շատ լավ է որ Հայաստանում են ապրում, հարցը դա չի, բայց հասկացաք ինչ նկատի ունեմ։ Եվ ես կարծում եմ որ այո, սրանով պետք է փակել այս բանավեճը։ Ի վերջո ինչ էր վարչապետ Փաշինյանը 3 նախագահներին այսպես կոչված հրավիրում բանավեճի, որտեղ մենք ենք հոգնել այս բանավեճից, որը իրենք մեզ հետ անդադ տանում են իրենց սուրոգատներով, իրենց մամուլով, անձնական կրպանային մամուլով, իրենց լրագրողներով, իրենց падգամավորներով, այսինքն իրանք անընդհատ մեզ հետ եւ գլխավորապես վարչապետ Փաշինյանի հետ հերական բանավիճում են եւ անընդհատ թույլ տվեք օգտագործել ժողովրդական բառ մխտրում են մեր քաղաքական դաշտը։ Դրա համար մոտ 1 տարի առաջ վարչապետ Փաշինյանը ասաց դե զզվացրեցիք էլի։ Եկեք բան ունեք ասելու, եկեք բանավիճենք, վերջնականապես փակենք այս թեման։ Իրանք իհարկե չեկան, որովհետև parza որ պարտվելու էին եւ իրենց մեջի համեմատաբար ավելի ինտելեկտով աչքի ընկնողը Լևոն Տեր-Պետրոսյանը հղացավ այս միտքը, որ ինչպես ցրեն թեման, ասեց այ հրապարակի բանակցային փաստաթղթերը հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը։ Հրապարակեց։ Ես վստահ եմ հիմա էլ իրանք բանավեճի չեն գա։ Բայց ես կարծում եմ այսքանով արժի արդեն փակել այս բանավեճը, որովհետև բոլորին parz է։ Եվ կարծում եմ բոլորը տեսնում են, որ այն ինչ մենք ասել ենք համապատասխանում է իրականությանը, այն իրենք ինչ չեն ասում, չի համապատասխանում իրականությանը։ Ես կարծացի նաև մեղրի պահը, դա փաստաթուղթ է։ Դա փաստաթուղթ է, որը Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին փոխանցել է Հայկական ժամանակ օրաթերթին։ Հիմա իրանք քոչայանականները ասում են ինչի՞ չեք հրապարակում ինչ որ քիվեստի փաստաթուղթ։ Մենք հրապարակել ենք այն ինչ կար։ Հիմա կառավարության, տիրապետության ռեգիստրի մեջ ինչ կար հրապարակվել է ԵԱԿ Մինսկի համանախագահների բոլոր առաջարկները, որոնք կային, հրապարակվել են։ Հիմա Քոչյանը ստում է եւ չի եղել այդպիսի փաստաթուղթ, բ եղել է բայ դեպքում Սերժ Սարգսյանը ինչ է արել այդ փաստաթուղթը, որտեղ Քոչյանից հետո Սերժ Սարգսյանն է նախագահ եղել, որտեղ է կորցրել, բարձի տակ է պահել, որտեղ է պահել։ Քիվեստի փաստաթուղթը չկա։ Ես չգիտեմ եղել է այդպիսի փաստաթուղթ թե չէ, բայց նույնիսկ եթե եղել է, չկա կառավարությունում նման փաստաթուղթ։ Կառավարության տիրապետության ներքո նման փաստաթուղթ չկա։ Հիմա հրապարակվել է 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի փոխանցած փաստաթուղթը, եւ այստեղ էլ էլի արդեն սա Քոչյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի վեճն է, ես չեմ ուզում խառնվեմ, ենթադրաբար քոչանականները պատնդելու են, որ Տեր-Պետրոսյանը ասում է, որ մեղրին հանձնում ենք, սա ուշադիր չեք։ Հրապարակվել է այն փաստաթուղթը, որը փոխանցել է Հայկական ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին։ Քոչանականները ասում են, հրապարակեք պաշտոնական փաստաթուղթը, որը կա կառավարությունում։ Մենք ասում ենք, կառավարությունում չկա նման փաստաթուղթ։ Որովհետև կամ
Չի եղել նման փաստաթուղթ Kivest անունով ինչ որ փաստաթուղթ, որտեղ կամ չի եղել նման փաստաթուղթ կամ եթե եղել է դուք թաքցրել եք, կորցրել եք կամ եսի ինչ եք արել։ Ամենայն դեպս, բայց մենք հակված ենք հավատալ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը փոխանցել է 2008-ին փաստաթուղթ Մեղրիի փոխանակման վերաբերյալ։ Ինչի մասին է խոսքը, որ փաստորեն Քոչյանը բանակցում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Մեղրիի շրջանը Ադրբեջանին փոխանցելու շուրջ Լեռնային Ղարաբաղի դիմաց։ Ինչով մի քանի մեծ խնդիր է ստեղծում, նախ չեմ կարծում, որ որևէ կերպ սահմանադրական է սեփական երկրի ինքնիշխան տարածքի շուրջ բանակցություններ վարելը։ Երկրորդը, եթե բանակցում ես քոնը տալու ինչ որ բան ստանալու դիմաց, դու ավտոմատ խոստովանում ես, որ այդ ինչ որ բանը քոնը չի։ Այսինքն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի փաստաթուղթ է, ինչի են իրանք դրան կոնտրալ ասում Kivest հրապարակի։ Դա փաստաթուղթ, որովհետև Մեղրիի փոխանակման շուրջ բանակցությունները եղել են այդ թվում Kivest-ում։ Հիմա 2008 թվականի փոխանցած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխանցած փաստաթուղթը էլի Kivest-ի մասին է, այդ թեմայի մասին է։ Հիմա իրանք ասում են, կա այլ փաստաթուղթ, հրապարակեք։ Մենք էլ ասում ենք, մեր դիապետության ներքո չկա նման փաստաթուղթ։ Եթե դուք ունեք, հրապարակեք։ Դեմ չեն, թող հրապարակեն։ Շատ լավ, մեկ այլ թեմայի Եվրամիությունում Արադ Միրզոյանն էր եւ Եվրամիությունը ասաց, որ $500 միլիոն կներդնի, որպեսզի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի էներգոհամակարգերը սինխրոնացնի։ Եվ դες լսում եք ձեր դիմախոսները ասում են, որ այ սրանով մեր էներգետիկ կախվածությունը դնում են Թուրքիայի տակ, որպեսզի հետագայում ատոմակայանը փակեն, դա թուրքերի պահանջն է։ Նորից կկրկնեք։ Այսինքն սինխրոնացում են Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի էներգոհամակարգերը, Թուրքիայի թե Ադրբեջանի։ Թուրքիայի։ Հա։ Սրա արդյունքում մենք ընկնում ենք էներգետիկ կախվածության մեջ Թուրքիայից եւ արդյունքում փակում ենք ով է այդ դիմախոսը։ ձեր սիրած Էդմոն Մարուկյանը։ Ինքը նկատել է, որ մենք բանակցություններ ենք վարում նոր ատոմակայան սարքելու շուրջ։ Այսինքն բոլորը նկատել են, ինքը չի նկատել։ Իհարկե ասածները աբսուրդ են, ես շատ ուրախ եմ, որ ժամանակին չլսեցի իրեն եւ չմիջնորդեցի, որպեսզի մենք իրեն ընդունենք ընտրենք մարդու իրավունքների պաշտպան։